Նախ առաջինը, որ մինչ այդ արդեն բավականին աշխատանք էր կատարված չինական կողմի հետ եւ այն հանձնարարականները, որ տրվել էին Հայաստանի Հանրապետության նախագահի այցի ընթացքում, մասնավորապես Հյուսիս-Հարավ ճանապարհին չինական ընկերությունների մասնակցության, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հարցում չինական կողմի հետաքրքրության եւ նրանց մասնակցության, թերթավոր ապակու արտադրության մասով, որ չինական կողմը ինքն էր նախաձեռնություն ցուցաբերել, ցեմենտի արտադրության մեջ նոր տեխնոլոգիաների Հայաստան ներմուծման, զբոսաշրջային գործունեության մեջ համագործակցության, ավիացիայի Air China ընկերության Հայաստան չվերթներ կազմակերպելու եւ մի քանի այլ հարցերում չինական ընկերությունների հետ Հայաստանում աշխատելու առումով բոլոր աշխատանքները մինչ այդ ընթացել էին եւ հիմա այն փուլներ, որտեղ պիտի որոշում կայացվեր արդեն ավելի կոնկրետ չինական կողմը ներկայացրել է այն ընկերությունների ցանկը իհարկե մեր իմ նամակից հետո Չինաստանի դեսպանը պատասխանել է նշել է այն ընկերությունները, որոնք հետաքրքրված են այդ ոլորտում, մենք համապատասխան հրավեր ենք ուղարկել այդ ընկերություններին Հայաստան եւ սպասում ենք նրանց։ Պարոն նախարար, երկաթգծի հետ կապված ինչ կոնկրետ, ինչ եք պայմանավորվել երկաթգծի հետ կապված։ Խնդրում եմ, ինչ կոնկրետություն վարչապետը հանձնարարեց Չինաստանի վարչապետը հանձնարարեց համապատասխան պաշտոնյաներին Չինաստանի, դա կոմերցիայի եւ առևտրի գծով նախարարի տեղակալներ, որը նաեւ միաժամանակ Հայաստան-Չինաստան տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահն է, որպեսզի այս աշխատանքները կոորդինացնի եւ հայկական կողմի հետ համաձայնեցնելով շարժվեն առաջ, ուսումնասիրեն տեխնիկատնտեսական հիմնավորումները, ուսումնասիրեն այն ապրանքների ծավալը, որոնք այդ երկաթգծով կարող են գալ, միևնույն ժամանակ նշվեց, որ սա Մետաքսի մեծ ճանապարհի կոնկրետ եւ պատմական հատվածն է եւ հետագայում զարգացնելու առումով, այսինքն ընդհանուր բավականին համաձայնեցված եւ կառուցողական մտքով։ Ֆինանսական մասով ինչ կարող եք ասել, ֆինանսական մասով ինչ կա պայմանավորվածություն չինական կողմը օրինակ հնարավոր է ֆինանսավորի, թե դեռ այդ հարցերին չեք անդրադարձել։ Դրանց չեն ասել, որովհետեւ տեխնիկատնտեսական հիմնավորումը եւ շահութաբերությունը նշվեց։ Չինական կողմը շահագրգռված է։ Որովհետեւ հիմնական մեխը այդ ծրագրի նաև որպեսզի Չինաստանը կապվի Եվրոպայի հետ եւ սա Պարոն նախարար, դուք մի շարք ծրագրեր նշեցիք, հա, բայց այդ ծրագրերից կոնկրետ որի շուրջ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք Ես այն ինչ որ նշեցի, բոլորը կոնկրետ է։ Այսինքն ներդրումներ պիտի ժամանեն Հայաստան, նրանք ուսումնասիրեն, ասենք, որքանով է հնարավոր Հայաստանում, մենք մասնավորապես նշել ենք մեր Գյումրի ապակի գործարանը, որ հնարավորությունները այնտեղ ներդրումներ իրականացնելու, դա այդ մասով կան չինական ընկերություններ, որոնք հետաքրքրված են նոր տեխնոլոգիաները մեր ցեմենտի արտադրության մեջ ներմուծելու, զբոսաշրջային այն ընկերությունների ցանկը, որոնք Չինաստանից պիտի ժամանեն այստեղ ճանաչողական այցով նույնպես որոշված է եւ մենք սպասում ենք պարզապես նրանց այստեղ գալու ժամկետներին, որպեսզի կազմակերպենք դա։ Նույնը վերաբերում է մնացած մեր բոլոր ծրագրերին, որոնք ես նշեցի, այսինքն կոնկրետ արդեն գործողությունների էտապն է, որը էլի քննարկումներ, ես կարծում եմ նրանց արձագանքը չի ուշանում։ Այսինքն արդյունավետ եք համարում այս այցը։ Արդյունավետ եք համարում այս, այսինքն Չինաստան, հա, պարոն։ Ասացիք ֆինանսական հարցին դեռ չենք հասել, բայց հիմա կոնկրետ այդ 3 միլիարդը, որ երկաթուղու մասին, այդ 3 միլիարդը, որ պետք է Հայաստանի հատվածը կառուցելու համար կառավարությունը ունի տեսլական, թե արդյոք կան հնարավոր պոտենցիալ ներդրողներ, որոնք կֆինանսավորեն դա, մանավանդ որ շատ կոնկրետեսական, որպեսզի չինական կողմը իրականացնի դա։ Հայաստանի հատվածը չինականը, հա։ Այսինքն իրենք նայելու են տեխնիկատնտեսական հիմնավորումների շահութաբերության աստիճանը, որպեսզի եթե դա իրենց ձեռնտու լինի,
կսկսեն ֆինանսավորել։ այո։ Իսկ ֆինանսավորումը իրոք Իսկ 3 միլիարդ հատվածը դոլարի որ սահմաններում է։ 3.2 Լավ, իսկ Միայն Հայաստանի։ որ տարբերակն եք Որովհետև քննարկում։ մնացածը իրանական կողմը իր հատվածը Ժամկետներ նշվել են, երբ են նայելու վերջացնելու հիմնավորումները։ Հանձնարարականը տրվեց անմիջապես, այսինքն դա նշանակում է, որ հենց հաջորդ օրվան է։ Իրենք Լավ, ասում են իսկ այդ տեղեկացնել հատվածը- հայկական կողմին, հա, քննարկումից Իհարկե։ հետո։ Լավ, իսկ այդ հատվածը հաջորդ որ կողմով է, որտեղ երկու տարբերակ կա, չէ, Իրան, Ադրբեջան եւ այլն, թե Վրաստան, Եթե Ռուսաստան։ նայեք աշխարհագրությանը կտեսնեք, որ այդտեղ Իրանից ավելի շատ դեպի Աֆղանստան ուղղությամբ է գնում եւ գործող երկաթգծեր կան արդեն, որոնք պիտի ներգրավեն այդ ծրագրում։ Այնպես չի, որ ամբողջ այդ հատվածը դատարկ է, որովհետեւ կան երկաթգծեր, որոնք այսօր էլ գործում են։ Պարոն Ճշմարիտյան, ժամկետի առումով ինչ եք կարծում, երբ այդ հիմնավորումների հարցը կավարտվի եւ Ես կարծում եմ հենց իրենք ուսումնասիրությունները ավարտեն, մենք